Մենք սովոր ենք պատմել այլոց հերոսությունների մասին և հիանալ նրանց քաջագործություններով, հաճախ մոռանալով մեր սեփական հերոսների, զորավարների և սխրանքներ իրականացրած զինվորների մասին, ում շնորհիվ մենք որպես ազգ այսօր շարունակում ենք մեր պատմական ընթացքը։ Ով վերադարձրեց հայ սպաների արժանապատվությունը, իսկ ով քավեց հայ պետական ծառայողների մեղքերը իր կյանքի գնով։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր մենք կխոսենք Կարսի անկման մասին։ Թեման թերևս ամենահաճելին չէ, սակայն առերեսումը մեր պատմության ամենածանր էջերին չափազանց կարևոր է վերարժևորելու և վերաիմաստավորելու ինչպես մեր անցյալն ու ներկան, այնպես էլ ապագան։ Բաժանորդագրվեք մեր էջին և շարունակենք։ Այս ընթացքում առաջարկում եմ ոչ միայն հիշել, այլ նաև մտովի զուգահեռներ անցկացնել Շուշիի հանձնման հետ։ Երբ 2020 թվականի աշնանը մեր ազգի արժանապատվության խորհրդանիշն ու երբեմնի անառիկ ամրոցն ընկավ, որը մեծագույն արված էր մեր ժողովրդի համար։ Եվ այսպես, Կարսը միջնադարյան Բագրատունյաց թագավորության կարևորագույն պատմական քաղաքն էր, իսկ 929-ից մինչև 961 թվականը հայկական պետության մայրաքաղաքը։ Թագավորության անկումից հետո քաղաքը ձեռքից ձեռք էր անցնում տարբեր նվաճողների շրջանում, սակայն քաղաքը միշտ կապված էր իր բնիկ բնակչության, հայերի հետ։ Այդպես էր 1000 տարի։ 19-րդ դարի սկզբին հայերը կազմում էին քաղաքի բնակչության 71%-ը, իսկ դարի վերջում 49.6%-ը։ Չնայած դրան, քաղաքը շարունակում էր մնալ հիմնականում հայկական մինչև վերջ, մինչև 1920 թվականը։ Մի կարճ ժամանակահատված թվաց, թե Կարսը կրկին հայկական պետության պաշտպանության տակ է, իսկ ամրոցի վրա ծածանվում էր հայկական դրոշը։ Ավաղ 1920 թվականը դարձավ վերջին էջը Կարսի հայկական ժառանգության պատմության մեջ։ Այսօր քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 100,000 մարդ։ Նրանց բացարձակ մեծամասնությունը էթնիկ քրդեր և ադրբեջանցիներ են։ Քաղաքի բնիկ բնակչությունը արդեն մոտ 1 դար է բացակայում է։ Կարևոր է պարզաբանել տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակը անմիջապես նկարագրվող իրադարձություններից առաջ։ 1918 թվականի սկիզբը հայերի համար պատմական բախտորոշ և ծանրագույն շրջան էր։ Ցեղասպանություն, բռնագաղթ Արևմտյան Հայաստանից, մարդկային և տարածքային ահռելի կորուստներ, սով, համաճարակ և դրանց հետ ուղեկցվող թուրքերի արագ ընթաց առաջխաղացում։ Ընդհանուր իրավիճակը կարելի էր նկարագրել մեկ բառով՝ քաոս։ Հայոց ցեղասպանությունից և ռուս-թուրքական մարտական գործողություններից հետո Արևմտյան Հայաստանը վերածվել էր այրված հողի։ Ռուսական կայսրության մաս կազմող Արևելյան Հայաստանի վիճակը նույնպես ծանր էր, որը հետևանք էր նաև բոլշևիկյան հեղափոխության պայմանավորված աշխարհաքաղաքական փոփոխություններով, քաղաքական հուզումներով ու քաղաքացիական պատերազմներով։ Եթե 1918-ին ամրոց քաղաքի արագ կորստի մեղքը կարելի է կիսել և որոշ չափով վերագրել նորաստեղծ անդրկովկասյան սեյմին, որի կազմում էին վրացիները, հայերը և կովկասյան թաթարները, ներկայիս ադրբեջանցիները, ապա 1920 թվականի աղետը բացառապես մեր պատասխանատվությունն է։ Մինչ այդ 1918 թվականի սկզբին Էրզրումի անկումը ռազմավարական և բարոյահոգեբանական ծանր հարված էր, որի անկման համար սկսեցին հանիրավի մեղադրել Անդրանիկին, որը իրականում որևէ մեղավորություն չուներ, պարզապես Սեյմը օժանդակ ուժեր չէր տրամադրել։ Եվ ընդամենը 2 ամիս անց թուրքերն արդեն կանգնած էին Արևելյան Հայաստանի դռների առջև, Կարսում։ Այսպիսով թուրքերը շարժվում են դեպի Կարս։ Կարսի համար ավելի վատ բան չէր կարող լինել, քան հայտնվել հակադիր շահերով փոխկապակցված և 3 ժողովուրդների կողմից կառավարվող անդրկովկասյան սեյմի կազմում։ Մուսավատ ադրբեջանցիները պրոթուրքական նարատիվներն էին առաջ քաշում և ցանկություն ունեին միավորվել եղբայր ժողովրդի հետ։ Նրանք Կարսն ու Արդահանը դիտարկում էին որպես թուրքական հողեր, ուստի դրանց միացումը Թուրքիային համարում էին լիովին բնական գործընթաց։ Մենշևիկ վրացիներին Կարսը առավելապես հետաքրքրում էր որպես սակարկության առարկա Բաթումիի հարցում։ Կարևոր է ընդգծել, որ Կարսի և հարակից շրջանների հիմնական ռազմական ուժը հայերի ձեռքում էր, իսկ քաղաքը լավ պատրաստված երկարատև պաշտպանության։ Սա հաստատվում է մի շարք հեղինակավոր վկայություններում։ Օրինակ, Վաշինգտոն, 1918 թվականի ապրիլի 3, պետքարտուղար
Լանսինգի հեռագրից ուղղված Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպան Փեյջին։ Պատշաճ ղեկավարման և ֆինանսավորման պայմաններում հայերն ունեն հսկայական ռազմական ներուժ։ Նույն հեռագրից. թուրքական պահանջները Կովկասի մի մասի նկատմամբ ստիպեցին վրացիներին միավորվել հայերի հետ։ Ռազմաճակատի պաշտպանությունն ամբողջովին կախված է վերջիններից, որոնց ներկա ուժերը կազմում են 15,000 հայ Օսմանյան կայսրությունից և 25,000 ռուսական կայսրությունից։ Հայկական ռազմական հզորության մասին գիտեին բոլորը՝ թուրքերը, անգլիացիները, ամերիկացիները, բոլորը բացի հայերից։ Իսկ ինչ վիճակում էր այդ պահին թշնամին։ Ինչ էին մտածում հենց հայերը թուրքական հարձակման մասին։ Ահա թե ինչ էին գրում հայկական թերթերը թուրքական հարձակման նախօրեին։ Հորիզոն թերթ 1918 թվականի փետրվարի 4-ի և 11-ի համարներ։ Մեր կարծիքով բավական է կառուցել մի քանի լավ ամրացված պաշտպանական կետեր քայքայվող թուրքական բանակի դեմ աղետից խուսափելու համար։ Թուրքերը չունեն 20,000-ից ավել զինվոր ողջ ռազմաճակատի երկայնքով, սկսած Սևծովից մինչև Վան։ Թուրքական փորձագետ Երեմևը իր Թուրքական Հանրապետության պատմությունը 1918 թվականից մինչև մեր օրերը գրքում այսպես է ներկայացնում թուրքական բանակի վիճակը։ Թուրքական զորքերը կրում էին հսկայական կորուստներ, ընդ որում ավելի շատ սովից և վատ մատակարարումից, լեռներում ցրտահարությունից, համաճարակներից և դասալքությունից, քան թե մարտի դաշտում։ Կովկասյան ռազմաճակատում կռվող երկու թուրքական բանակներից մեկը 1915 թվականի Սարի ամիսի աղետից հետո Էնվերի անձնական հրամանատարությամբ անպատրաստ հարձակման պատճառով փաստացի փլուզվեց։ Մյուսը միայն 1916 թվականի աշնանը կորցրեց իր 74,000 զինվորներից 60,000-ին։ Ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն էին ծանր վիճակում։ Գրող Վահան Թոթովենցը լինելով տվյալ ժամանակի հասարակական քաղաքական իրադարձությունների մասնակիցը, իրեն տված հարցին, թե որն է Էրզրումի անկման պատճառը, պատասխանում է. պատճառները բազմազան են, ամեն դեպքում ռազմական պատճառներ չկային, որովհետև ճակատամարտ չեղավ։ Պատճառների մեծ մասը հասունանում էր թիկունքում, Թիֆլիսից մինչև Էրզրում։ Ելնելով պատմական փաստերից կարելի է եզրակացնել, որ ձախողման պատճառը ոչ թե ռազմական էր և որի պատճառը զինվորականներն էին, այլ բացառապես քաղաքական էր, որի հիմնական պատասխանատուն և մեղավորը քաղաքական վերնախավն էր։ Ցավոք, մեկ դար անց պատմությունը կրկնվեց, և այսօր արդեն վստահաբար կարելի է փաստել, որ Շուշիի հանձնման հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն բացառապես քաղաքական վերնախավն էր։ Վերադառնանք Կաս։ Այսպիսով, ինչ ունենք։ Էրզրումի հանձնումը 1918 թվականի փետրվարին, խառնաշփոթ իրավիճակ, քաոս, անիշխանություն և բարոյալքված բանակ։ Անդրկովկասյան Սեյմի ֆինանսների նախարար Կարճիկյանի և գեներալ Նազարբեկովի զրույցից։ Արդյոք համարում եք, որ Կարսի ճակատագիրը կանխորոշված է, և ընդհանրապես, ինչ պետք է անել իրավիճակը փրկելու համար։ Կարող ենք մենք ինչ-որ կերպ փրկել իրավիճակը, և հատկապես, ինչ պետք է անել, հարցնում էր Կարճիկյանը։ Գեներալի պատասխանը հույս չէր ներշնչում։ Ցավոք, դուք ձեր մտքերով կիսվում եք ինձ հետ չափազանց ուշ։ Ես ռազմական նախարար Օդիշելիձեից ստացել եմ կառավարության կտրուկ հրաման դադարեցնել ռազմական գործողությունները Կարսում և թույլ տալ թուրքերին մոտենալ Բերդին մինչև 2 վերստ հեռավորություն։ Բանակցությունների միակ առարկան Կարսի տարհանումն էր։ Դրա համար պետք էր խնդրել կառավարությանը, որը կարող էր հասնել նրան, որ Վեհիբ Փաշան Կարսի տարհանման ժամկետ սահմաներ ոչ պակաս, քան 1 ամիսը։ Սակայն դա չփրկեց մարդկանց։ Սպանությունները, բռնությունները և թալանը դարձան Կարսի դավաճանական անկման հետևանքները։ Ապրիլի 25-ի երեկոյան ժամը 9-ին Կարս մտավ առաջին թուրքական զորամասը, 11-րդ հետևակային դիվիզիայի հրաձգային գումարտակը։ Քաղաքն ընկավ։ Կարսի անկման վերաբերյալ ուշագրավ դատողություն է անում Հովհաննես Քաջազնունին, ժամանակի ականավոր հայ քաղաքական գործիչներից մեկը։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, ընկավ գրեթե առանց կռվի, քանի որ Թիֆլիսից հրաման էր ստացվել ամրոցը հանձնել թուրքերին։ Այս դավաճանական հրամանը տրվել էր առանց մեր իմացության։
այն մեծ զայրույթ առաջացրեց հրամանի հեղինակների նկատմամբ։ Դաշնային հանրապետությունը այդ օրը մազից էր կախված։ Կարսի անկումը հանգեցրեց աղետալի հետևանքների, հասցնելով օրհասական դրության և կանգնեցնելով լինել կամ չլինելու հարցի առջև։ Հաղթանակ կամ մահ, այլ ընտրություն չկար, քանի որ Էրզրումի և Կարսի ռազմական պահեստներից ձեռք բերված պաշարներով զինված, մեր նահանջից ոգևորված թուրքերը շարունակում էին առաջ շարժվել թուլացած և շփոթված հայերի վրա։ Եվ հետո տեղի ունեցավ անհնարինը, այն ինչը պետք է տեղի ունենար դեռ Էրզրումում կամ գոնե Կարսի պարիսպների տակ։ Ղարաքիլիսայից, ներկայիս Վանաձորից, մինչև Բաշապարան և հենց Սարդարապատի ողջ գծով հայ ժողովուրդն ու նրա զինվորները արեցին այն, ինչը չկարողացան անել հայ վերնախավն ու քաղաքական գործիչները՝ նվաճել Հայաստանի գոյության իրավունքը։ Ռազմի դաշտում տարած հաղթանակների, Օսմանյան կայսրության պարտության և այլ գործոնների շնորհիվ առաջին համաշխարհային պատերազմում Կարսը կրկին վերադարձավ հայկական վերահսկողության տակ, սակայն կարճ ժամանակով։ Ընդամենը 2 տարի անց, այս անգամ արդեն Քեմալական Թուրքիան սկսեց նոր պատերազմ։ 1920 թվականի հոկտեմբերին Կարսում տիրում էր ծանր և ճնշող մթնոլորտ, ներազգային պառակտում, համատարած սաբոտաժ և քաոս։ Պաշարված Կարսը մարդկային ողբերգությունների և կործանված ճակատագրերի վայր էր, հայկական ճակատագրերի։ Քաղաքը լցված էր բամբասանքներով, իսկ բնակչությունը թողնված էր ինքն իր հույսին։ Մուսուլմանները ոգևորված էին, իսկ հայերը ճնշված և շփոթված։ Ստեղծված իրավիճակում նրանք կարող էին մտածել միայն մեկ բանի մասին՝ փրկության։ Թուրքերը քաղաքը վերցրեցին գրեթե առանց դիմադրության։ Հազարավոր Հայաստանի քաղաքացիներ սպանվեցին, հարյուրավոր սպաներ, գեներալներ և 2-ից 5,000 զինվորներ գերի ընկան, ինչը դարձավ ուղղակի աղետ։ Կարսը վերջնականապես ընկավ։ Դանիել Բեկ Փիրումյանը 2 տարի առաջ Սարդարապատի անվիճելի հերոսն էր, բայց արդեն Կարսում որպես պարետգերի ընկավ, իսկ հետագայում գնդակահարվեց բոլշևիկների կողմից։ Իսկ նրա եղբայրը Պողոս Բեկ Փիրումյանը, չկարողանալով հանդուրժել բոլշևիկների նվաստացումները, ինքնասպան եղավ։ Բայց Կարսի անկման պատմության մեջ կա մի դրվագ, որը խիստ խորհրդանշական է և արտահայտում է հայ սպայի վերաբերմունքը սեփական հողին և արժանապատվությանը։ Դա գնդապետ Հովհաննես Մազմանյանի օրինակն է։ Մարդ, ով չկարողացավ հաշտվել ոչ փախուստի, ոչ գերության հետ, սպա, ում վրա դրված էր ամրոցի պաշտպանության պատասխանատվությունը։ Ստեղծված իրավիճակում նա նախընտրեց մինչև վերջ պահպանել վերահսկողությունը սեփական ճակատագրի և կյանքի վրա։ Ականատեսների վկայությամբ Մազմանյանի վերջին խոսքերը պատվի վերջին կրակոցից առաջ եղել են. «Մի կյանք ունեմ, հայրենիք, քեզ եմ տալիս»։ Ինչ կարևոր բան արեց Մազմանյանն իր արարքով։ Նա չհամակերպվեց նվաստացմանը և ստորաքարշ ապրելու մտքի հետ։ Նրա համար պատասխանատվությունն ու պատիվը վեր էին ցանկացած բանից։ Մազմանյանն իր արարքով նույնիսկ որոշ չափով մաքրեց հայկական բանակի սպաների անունը։ Տալով իր կյանքը նա դարձավ այդ դարաշրջանի բարձրաստիճան հայ սպայի խորհրդանիշն ու օրինակը։ Եվ վերջում, ինչպես կասեր Նժդեհը, ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը հանճարներին։ Ժողովուրդը դա Կարսն է, ցեղը Ղարաքիլիսը։ Եվ մեր օրերում կան այնպիսի մարդիկ, ովքեր նույնպես մազմանյանաբար զոհաբերելով իրենց մաքրում են ուրիշների անունը։ Մենք պետք է հիշենք նաև Ազնավուր Սաղյանին, Մարտունու քաղաքապետին, ով 2023 թվականի սեպտեմբերին անհույս իրավիճակում հստակ գիտակցելով այդ քայլի հետևանքները, քաղաքապետի քաղաքացիական գործառույթների փոխարեն առաջ շարժվեց ազատագրելու քաղաքի մոտ գտնվող դիրքերը, որոնք զբաղեցրել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինները։ Չնայած թվային գերազանցությանը, երբ Ազնավուրի և նրա 2 զինակիցների դեմ գործում էր մի քանի տասնյակ հատուկ ջոկատային, միևնույնն է, դիրքերը հետ վերցվեցին։ Սա եզակի օրինակ է, որը կարող է ոգեշնչել և սովորեցնել մեզ, որ երբ կա հաղթական հոգեբանություն և բարձրագույն վերաբերմունք սեփական հողի նկատմամբ, անհնարինը կարող է դառնալ հնարավոր։
Ադրբեջանական ուժերի հաջորդ հարձակման ժամանակ Ազնավուրը կրկին հրաժարվեց նահանջել եւ այս անգամ զոհվեց։ Դադարեցնելով իր երկրային կյանքը, Ազնավուրը դարձավ հավերժական, նույնքան հավերժական, որքան Հովհաննես Մազմանյանը։ Ըստ էության, սա ինքնազոհաբերություն էր։ Եթե Հովհաննես Մազմանյանը մաքրել է հայ սպայի անունը, ապա Ազնավուր Սաղյանը իր անձնազոհությամբ որոշ չափով մաքրել է հայ պետական ծառայողի համբավը, ցույց տալով վարքագծի ամենաբարձր օրինակը։ 1920 թվականի Կարսը, 2020 թվականի Շուշին։ Պատմությունը մեզ ապացուցում է, որ մեր պետության տապալման պատճառները ամբողջությամբ նույնն են՝ անփառունակ եւ սեփական ազգն ու ինքնությունը ուրացած քաղաքական վերնախավ։ Սակայն այստեղ կա մի շատ մեծ տարբերություն։ Եթե 1920 թվականին կար գնդապետ Մազմանյան, ով չկարողացավ պատկերացնել իր կյանքը Կարսի անկումից հետո եւ վերջ տվեց սեփական կյանքին, ապա 2020 թվականի պատերազմում պարտությունից եւ Արցախի հանձնումից հետո չգտնվեց գեթ 1 պաշտոնյա կամ ռազմական ղեկավարությունից գեթ 1-ը, ում համար պատասխանատվության զգացողությունը եւ կորուստի ցավը կլիներ այնքան անտանելի, որքան գնդապետ Մազմանյանի համար։ Փոխարենը այնպիսի տպավորություն է, որ Արցախի հանձնումից հետո նախկին եւ ներկա, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական վերնախավը նոր է սկսում լիարժեք վայելել կյանքի բերկրանքը։ Ինչու է կարևոր քննարկել այս իրադարձությունները, որովհետև միայն ցավոտ իրականությանը առերեսվելով է հնարավոր վերաիմաստավորել եւ արժևորել ներկան եւ ապագան եւ բռնել առողջացման ճանապարհը։ Թե 1920 թվականին եւ թե 2020 թվականին ունեցել ենք ռեսուրսներ ավելին քան անհրաժեշտ է։ Եվ այսօր նույնպես ունենք ռեսուրսներ շատ ավելին, քան մենք կարող ենք անգամ պատկերացնել։ Մեր փրկության եւ առողջացման բանալին բացառապես մեր ձեռքում է։ Մենք այսօր ունենք անսահմանափակ ներուժ կառուցելու այնպիսի պետություն, որը այլևս երբեք չի կրկնի Կարսի եւ Շուշիի նվաստացուցիչ օրինակը։ Ունենք բոլոր հնարավորությունները ձևավորելու իրականում հայկական պետություն, որը կլինի հայկական ոչ միայն ձևով, այլ առաջին հերթին իր բովանդակությամբ։ Իսկ դուք ում եք համարում հերոս ներկայում կամ անցյալում, եւ ում արարքներն են ձեզ ոգեշնչում կամ ոգևորում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ միշտ նոր հանդիպում։